շարժումը հակարդա Հայաստանի սիրելի ժողովուրդ, ես հակել եմ Ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների, որ ձեր երեխաները ապրեն։ Լսում եք, հետո պատասխանում եք, մեկ գումարած երկու։ Գոյատևման ժամանակը եկել է ապրելու սեփական պետության մեջ կյանքը վայելելու ժամանակը, պատերազմի Լսեցիք սեփական պետության մեջ, Արցախը մեր պետությունը չէր։ Մենք Արցախում կյանք չենք վայելում, լստականքին լսեք դուք։ Տակցությունը ուզում է ջախջախել խաղաղությունը եւ Հայաստանում ապրելու ձեր երեխաների իրավունքը։ Խաղաղությունը դա անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Սա մեկ։ Երկրորդը, դուք սպասարկել եք նույն քաղաքականությունը եւ դուք կրում եք ավելի մեծ պատասխանատվություն մեր գաղափարախոսությամբ դա դավաճանություն է, ձեր սովետական ժառանգած այդ Ստալինի քարտեզով դա նաեւ հանցագործություն է, որովհետեւ ձեր կոչով հազարավոր երիտասարդներ, եթե դուք կոչ եք անում, որ նախ դա շատ ռիսկեր է պարունակում, երբ դուք ասում եք Ադրբեջանի կազմում է, դուք մեզ դնում եք օկուպանտի տեղ, դա բերելու է մեծ հետևանքների, ռազմատուգանքների է բերելու, դուք բերելու եք Հայաստանի կործանումը, կանգ Ես պահանջում եմ, որ մեր նահատակների զողությունները չթերագնահատվեն, չնսեմացվեն։ Լսեցիք։ Ինքը կոչում է օկուպանտ հայերին, ինքը պահանջում է նահատակների չնեսամասնել, լսեք, սենց տականք գոյություն չունի, սա գիտեք որ են դեպքն է, որ մեկը ծնողներին սպանում է, ու բայց դատարանում խնդրում է իրան խղճալ, որտեղ ինքը որբ է։ Լսում եք, սա ինչ է ասում, սա հրեշ է։ Նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, պետականության, ինքնիշխանության, անկախության, եւ ես Արցախ ազատագրողները փաստորեն ընկել են ինքնիշխան եւ ինքնիշխան աշխարհ, չգիտեմ, ինչ ասեց, այս տական արդեն ես բարկություն սխարնում ամեն ինչի։ Սա որին ինքը բոլորին ուրանում է կոչում է օկուպանտներ, հիմա կոչում է, ասում է որ նրանք մի թերագնահատեք նրանց, ինքնիշխանության համար է զոհ է։ Սա անմարդկային հրեշ է։ Ես այո հպարտ եմ ժողովուրդ, որ ձեզ բոլորին դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես էլի ասում եմ, եթե դուք դրա համար ով կարա իր փոխարեն այդքան մարդ սպանելուց հետո հպարտ լինի դրա համար։ Մենակ այս վիժվածքը, լսեք։ Պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես որոշել ենք ձեր որոշմանը։ Արա որոշել ենք կանգնի, դու մեկը ասես տենես կանգնելու ես, Նիկոլ։ Դու սենց տենես կանգնելու ես, հարցը այն ով է քեզ սատկացնելու, հայը թե թուրքը։ Հայը թե քո տերերը, այն որ քեզ սատկացնելու են միանշանակ է։ Տենում ես այդ բանը գլխիդ մեջ որ մտել է, այդ լույսը, այդ նիզակը, էդի գլխիդ մեջ է։ Դու պդիցելի տակ ես ապրում։ Ստե ամբողջ հարցը այն ով է դա իրականացնելու, բայց որ դա իրականանալու է, դա մի անգամ չի քննարկվում նույնիսկ։ Կկանգնեմ գնդակահարության պատի տակ, բայց մինչև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից։ Մարդը երջանիկ է, որ այսքան մարդ է տալ է սպանել, այսքան էլ տնից զրկել է, ինքը երջանիկ է դրանով։ Գնահատեք հրեշության մակարդակը։ Ես անկարող եմ, ես հանձնում եմ։ Չկա բառարանում, չկա տիեզերքում մտես չափանիշ, որ կնկարագրի հրեշության ամբողջ մասշտաբները։ Ինքը երջանիկ է, դուք հասկանում եք։ Ու սա լսում են ծնողազույգ մայրերը, նահնեց կորածների բարեկամներն ու հարազատները, որ սա երջանիկ է, հասկանում եք։ Ես ձեզ ազատել եմ ֆորպոստությունից եւ բերել եմ իրական անկախություն։ Ազատել է ֆորպոստությունից, սա իրական անկախությունն է, ինքը երջանիկ է այս ամեն ինչը անելու համար։ Նախիր դու սրան ընտրելու ես, սրան կընտրեն բացառապես նախիրի հատկություն ունեցող ընտրողները։ Նախիր, ինչ է նշանակում նախիր, որ իրան այսքանն է հետաքրքիր, ինչ է դրան դեմս դրած ուտելու, ասեմ, խոտը դեմը լինի, ջուրը կողքը լինի, վերջ, որ բացարձակապես չի հետաքրքրում, երեք ինչ է եղել իրար հետ, հենց հիմա ինչ է լինում իրար հետ ու վաղ ինչ է լինելու, իր երեխեքի ամեն ինչ, բոլոր հետ,
կարևորը այս պահին կորմը խոտը դեմը դրածա։ Սա է նախիրի հոգեբանությունն ու բնորոշումը ու այս կարգի բնորոշումն էսող մարդն էլ այս հրեշին կարա ձեն տա։ Ասի 8 տարի կյանքս կեր, երջանկացի, որ վաղի երեխուն տանելու ես մորթել տաս, հետո ասես սա էր իմ նպատակը, սանով պետքա պահվեր պետականությունը։ Մի թերագնահատեք այդ մորթվածների սպանվածներին, արա դու ես ինչ ես դու։ Իրական հեռանկար։ Սուրեն Պետրոսյան։ Եթե կարելի է Հիմա ինձ լսեք։ այնտվեք։ Այո։ Հետո Շեդևրը լսեք հիմա։ Իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ուրեմն, երբ պարոն Փաշինյան խոսում եք նահատակներից եւ ասում եք, որ խոնարհում եք նահատակների առջև, ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում, երբ դուք ասեցիք մենք կարող ենք ունենալ այս նույն իրավիճակը, սակայն առանց այս մի քանի հազար զոհերի ուղղակի Բայց ինքը այսքան երջանիկ չէ լինի դրա համար։ Ժամանել ասում եմ մենք գիտակցաբար ենք տալել այդքանին կոտորելու։ դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան։ Այսինքն դուք հրաժարվել եք, եթե անգամ այդպես էր դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների։ Ես ձեր խոսքը ուղղակիորեն մեջ բերում։ Եվ երկրորդը, երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եմ, խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։ Եթե Արցախի թեման ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ՀԱԿ Մինսկի համանախագահողների խումբը, արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանին համոզել միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ համար։ Ստեղծվել է հետևյալի համար, որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ՀԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա եւ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Լսեք Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, հասկացեք, դուք եք մեղավոր ես կոնֆլիկտի համար, լսեք, դու գալու եք Ամերիկայից են բանկը մատ փնտիկա են ժանգոտ ամերիկյան Նիկոլը, ֆոն դեր Լայնը, գալու եք դուք օգնեք, դուք, որ մեղավոր եք այս ամեն ինչի համար, այս այրակ աշին փրկելու համար ձեզա հանում մեղավոր, դուք հասկանում եք, սրան ով օգնի իշխանության մնալու համար, վաղը ձեզա մեղադրելու իրան օգնելու համար։ Դուք սրա հրեշությանը աստիճանները չեք կարող պատկերացնել, ասում մարդկային երևակայությունից դուրս է։ Դուրս են բերել այդ թակարդից։ Պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ամբողջ խորհրդարանը ինքնին Հասկացաք, ինքը գնացել ասել է Ես կարող եմ կանգնեցնել, բայց պետք է հարմարվեք, որ պետք է Ադրբեջանի կազմում լինի Արցախը։ Իրան ասել են ոչ։ Ու ինքը եկավ կանգնեց բանը էկրանի առաջ, ասեց. Եկեք պայմանավորվենք, որ ինչ է լինի, մենք մեր պարտավորված չենք զգալու։ Կեցե Արցախը, հագնվեք, գնացեք զոհվելու ունեղ։ Հասկանում եք։ Հետո էլ ասել են, արա, կանգնացա։ Ասել է, չէ։ Չէ։ Нет։ Ասացար, մի անգամ էլ խանգարեք մեկ ինձ ձանի կանջատը։ Բոլորի խանգարում, խիչ այնը չեք։ Լավ եմ։ Ոսկե լավ եմ ասել։ Ոչինչ չեմ։ Մի րոպե, պարոն Փաշինյան, մի վարքյան, ներողություն։ Որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ թաքնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ Ամերիկան եւ Ֆրանսիան Ասկի եւ Ամերիկան եւ Ֆրանսիան այդ թակարդն են մեր համանելու։ Ասում հա։ Մակրոն Իսրայելի խորքի Դեն անասուն են ամերիկացին դրա համար մեկա, ինքը կասի Բայդենն է դա այդ կապ չունեի, բայց Մակրոնը պետք է սրան կանչի մոտը Ֆրանսիա, Ելիսեյյան պալատներ, ասին մատ կանգնի դեմս, մատ կրացի, մնացածն արդեն ներակրաչի։ Հələ դեմքը նայեք, ինչ վստահությամբ ասում հա։ Այս դեմքով էլ վաղ ասելու է հա, այս երկիր էլ քոնը չի։ Դավայ դուրս եք արտանից հետ։ Վերջ տվել եմ Թուրքին, հա, դու չես ունեցել պետականություն ստեղ, ոնց որ Բաղանիսի ոսկեպարի մարդկանց ասեց, դուրս եկեք, ասա ձերը չի։ Ճիշտ է, թաղված ան դե գերեզմաններն հայկական, բայց դա ձերը չի։
Տիշտանը եկեղեցին ես, բայց դա ձերը չի։ Այս դեմքով էլ ինքն ասեց։ Իր անասուններին էլ ուղարկեց, որ ջարդելով մարդկանց անեն տնից։ Անելույա։ Հենց այս դեմքով։ Խնդրում եմ, չի կարելի անում։ Այո, ու կրկնում է, այո։ Ես խնդրում եմ դա բարձրաձայն ասեք, իսկ ես լերբ է գոռում է տակը։ Այա պուշ ինչ ես գորգռում տակը։ Թող խոսանք։ Թող լսենք ինչ են ասում։ Սուրեն Պետրոսյանը պնդում ասում է, բարձրաձայն ասում, այո։ Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ այդ ծուղակն են սարքել մեր համար։ Սա Ալիևի, չգիտեմ, լավագույն, ամենահաջողված շպիոնն է, ամենահաջողված կամակատարն է, որ կարող էր Հայաստանին այս վիճակի մեջ դնել։ Դուք ինքներդ կարող եք նայեք, ես եմ մնացածը ցույց չեմ տալու։ Սա մոտավորապես 3 ժամ 30 րոպեի մոտերն է սա։ Այս խոսակցությունը։ Եթե Ամերիկան եւ Ֆրանսիան Մի վարքյան պարոն Բաղդասարյան, ներողություն։ Մի Մենք գոռ նույն աղջիկ։ ժամանակը վատնում ենք այս աղմուկի վրա, թույլ տվեք մարդը արձագանքի, պարոն Պետրոսյան, խնդրեմ արձագանքեք։ Ինչ ձայն եք խոսում։ Այսինքն դուք նույնն էլ ներողություն, այսինքն դուք արձանագրում եք, որ բացի Ռուսաստանը, ինչպես դուք եք նշում, նաեւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան այդ դավադիր գործարքի մաս են կազմել։ Ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն պետությունների տարբեր փուլերում, Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր փուլերում, տարբեր երկրների կտրականապես ձեռնտու չի եղել, որ Ղարաբաղի Այսինքն մեր պարտություն եւ ես պաշտոնապես ասում եմ, Պարոն Փաշինյան, Հəլես հրեշին դուք նայեք, արա։ Ես հրեշին նայեք դուք։ Այդ Միսկի խումն է, որ պահել է Ադրբեջանի բրկից, որ պատերազմ չլինի, սա ասում է հենց այդ երկիданքի են մեղավոր, ոչ չէին թողում մենք դատարկենք Արցախի հարցը լուծենք։ Նայեք ես հրեշի դեմքին։ Այս տականքին ընտրողներ ձեզ ա վերաբերվում։ Միշտեր ասում եմ, Միսկի խումբը ստեղծվել է ցեղասպանությունից արցախցիների պահելու համար, լսան նայ ասում։ Դրանք էին խանգարում, որ հարցը վերջնականապես լուծվեր։ Ցրեցինք, լուծեցինք, լուծարեցինք, վերջ մոռացանք դրա մասին։ Հազիվ մենք դրան հասել ենք։ Նայեք այս դևային հայացքը։ Ով սրան ընտրում է, ինքն էլ էս դևի հետևորդներից է։ Ինքն էլ համաձայն է այս ամեն ինչին։ Դև բառից են կոմ երևի չի կարող ասել բնորոշում լինի։ Նույնիսկ քֆուդը չի կարող այդ էֆեկտը տա։ Մնացածը ով ինչ ասեց արդեն էական չի։ Լցեցին վրեն ուղակի այսպես իրան։ Դուք նայեք արդեն մնացածը։ 3 ժամ 30 րոպեից հետո։ Պատկերացրեք քանի ժամ է պետք է ամեն ինչ առանձնացնելու համար։ Բայց այս ամեն ինչը պետք է տեսնեիք դուք։ Այս ամեն ինչը պետք է տեսնեիք դուք, որովհետև ընթացքի այդ աղմուկը, որ դուք լսեիք, կարող է միջև վերջ չլսեիք, բայց սա պետք է տեսնեիք դուք։ Սա պետք է տեսնեիք, որ սա իրականությունն է։ Սա այս դիվային իրականությունն է։ Ով ընտրում է սրան, իր մահն է ընտրում։ Ու ինքը ձեզ ապացուցելու է դա։ Ու հիմնավորելու է դա։ Ոնց որ հիմա է հիմնավորել։ Ես անոր կվերջացնեմ, եթե մարդկա ուզում ամբողջնայի, անշուշտ ձեր գործն է, բայց կարծես թե այս ամեն ինչն ինչ որ պետք է իմանալ սրա մասին նաև։ Չլիներ այս բանավեճը մենք այսքան բան չենք իմանա։ Այսօրվա համար այսքան է, ստիմ լրիվ բավական լավ իմաց։